Եկեք գնանք կոնսեպտ կային։ Շնորհակալություն բանախելա, սա մեր հերթական հանդիպումն է և ինվորմացիայի առումով շատ բան ունեմ ձեզ տեղեկացնելու, որովհետև գործընթացին ամբողջությամբ ծանոթ եք, միայն կուզենայի տեղեկացնել, որ 2-3 օր առաջ ուրեմն հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ և իրենց կողմից եղել հետևյալ պատասխանը, որ եթե վրանը դուք չեք հանում, շարժվելու է այս ձևաչափով, ապա 2 ամիսը ևս չի երկարաձգվելու։ Հիմա կուզենայինք այդ մասով ձեր առաջարկությունները լսել։ Իրենք հիմնավորել են, որ կարող եք տեղափոխվել գրասենյակային պայմաններում, մենք հիմնավորել ենք, որ վրանային հարթակն է, որտեղ հանդիպումներ ենք ունենում մեր քաղաքացիների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրները և սա հնարավորություն է շփվելու մեր հայրենակիցների հետ, վրանը չի կարող խանգարել, որովհետև որպեսզի մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ, իմիջիայլոց այսօր մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց։ Առաջիկա օրերին պետք է խորհուրդը հանդես գա հայտարարությամբ։ Շնորհակալություն նախաձեռնության համար, դուք գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը։ Տեղյակ եմ մանրամասը, մենք տարբերաբար հանդիպումներ ենք ունենում, տեղյակ եմ մանրամասը իրականացվող աշխատանքի, նաև ձեր հանդիպումների արդյունքում ձեր որոշումներին, ձեզ առաջարկվող տարբերակներին իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն անկախ դրանից դուք ինչ որոշում կայացնեք։ Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որ իրականացում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ունեն բազմաթիվ խնդիրներ, ես նաև առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ որոշումը հայտարարել դեռ նախագծային փուլում և ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է։ Արցախցիները դրանից չեն օգտվելու, որտեղ որոշակի լուրջ խնդիրներ և հանգամանքներ կա, որը հաշվի առնված չեն։ Ես տեղյակ եմ, որ դուք առաջիկայում պետք է որոշում կայացնեք և ներկայացնեք կառավարությանը ձեր հետագա աշխատանքները կազմակերպելու համար։ Ցանկացած որոշում ձեր կողմից ես համարում եմ, որ դա նաև մեր ժողովրդի կողմից դուք ունեք այդ հրաժարությունը նա որոշումներ կայացնելու և ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում եթե դուք որոշեք տեղափոխել գրասենյակային պայմաններում աշխատանք իրականացնեք, պատրաստ եք նաև ներկայացության հնարավորությունները տրամադրել և ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանք։ Սա որպես առաջարկ կարող ընդունենք և հաշվի առնենք ձեր հետագա որոշումները։ Ինչ վերաբերում է արցախցիների սպասելիքներին, այո սպասելիքները մեծ են և առաջնայինը և հրատապը այսօր ավելի շատ հումանիտար սոցիալական հարցերն է, որոնք ես գիտեմ, որ դուք ռեժիմով զբաղվում եք և տարբեր առաջարկներ եք իրականացնում։ Նաև կա առաջարկ ձեզ Հայաստանի կառավարության կողմից ստեղծել համապատասխան խմբեր և աշխատանքներ իրականացնել։ Իսկ թվում է դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից նաև կապված է մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ ապրելը Հայաստանի Հանրապետություն։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, ես անկեղծ ձեզ հաջողություն եմ աղթում և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ աջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններում և որոշումներում։ Այսքանը ես խնդրում եմ նաև մնացած հաղորդումները։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ։
որից հետո Երկար է։